Մարտի 1-ին Սևանի Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ օլիմպիական թեյկվանդո մարզաձևի հուշամրցաշար նվիրված հայ նշանավոր ռազմական եւ քաղաքական գործիչ, գրող, Հայաստանի պաշտպանության առաջին նախարար, Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 67-ամյակին։ Նրան տրվել է հերոսական սպարապետ պատվանունը, քանի որ նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախության, անվտանգության եւ հայկական բանակի կայացման գործում։ Վազգեն Սարգսյանին շնորհվել են Հայաստանի եւ Արցախի բարձրագույն կոչումները՝ Հայաստանի ազգային հերոս եւ Արցախի հերոս։ Թեյկվանդոյի հուշամրցաշարը կազմակերպել էր Նվիրյալներ ռազմամարզական հասարակական կազմակերպությունը նախագահ Արման Գրիգորյանի գլխավորությամբ։ Աջակցել էին Սևանի համայնքապետարանը, Հայաստանի թայկվանդոյի ֆեդերացիան եւ Սևանի Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնեմ այսօր այս միջոցառումը կազմակերպիչներից, կոնկրետ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրինությունից, համայնքապետարանի ղեկավարությունից, Գեղամա հեռուստաընկերությունից, որ մեր կողքին է միշտ լուսաբանում այս գեղեցիկ մրցաշարը։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներից այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար։ Շնորհակալություն։ Հուշամրցաշարին մասնակցում էին 100-ից ավել մարզիկներ ինչպես Գեղարքունիքի մարզի բնակավայրերից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից։ Հուշամրցաշարի անցկացման նպատակն էր նաև մարզում թեյկվանդոյի մասսայականացումը եւ ուժեղագույն պատանի սպորտսմեններ ի հայտ բերելը։ Թեյկվանդո մարզաձևը Սևանում մեծ տարածում ունի։ Այսօր մեր միջոցառումը մենք հասկացնում ենք Սևան Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում, որը կրթական եւ կազմակերպչական մեծ նշանակություն ունի մեր տարածաշրջանում։ Հատկապես թեյկվանդո մարզաձևը, որը մենք ցանկանում ենք մեր տարածաշրջանում ունենա իր մասսայականացումը եւ զարգացումը ունենա այս տարածաշրջանում։ Նախ առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներից, որ կարողանում են հայրենադաստիարակչական աշխատանքներ տանել մեր սերունդի համար։ Ես իմ թորնիկին Արմենին, որ ուղարկում եմ, որ առաջին հերթին դաստիարակվի որպես հայրենասեր եւ լավ մարզիկ, ուժեղ, որ մեր հասարակությանը պիտանի հայրենիքին պիտանի մարզիկներ դառնան։ Հուշամրցաշարի մասնակիցները ստացան պատվոգրեր, իսկ հաղթողները պարգևատրվեցին նաև մեդալներով եւ գավաթներով, թիմերի մարզիչները շնորհակալագրերով։ Սուրեն Բարսեղյան, Գնալ Հովհաննիսյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Գեղամա օր։